Ոչ միայն մարդասիրական օգնություն, այլև առևտրատնտեսական հարաբերություններ հիմնված համաձայնագրերի վրա։ Միացյալ Նահանգների հայկական լոբիի տարիների աշխատանքը արդյունք է տալիս։ Հուլիսի 25-ին կոնգրեսում քննարկվել է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի տնտեսական գործակցությունը սերտացնելու հարցը։ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի խոսքով Հայաստանն ու Միացյալ Նահանգները սպասվող նոր փաստաթղթից կշահեն 2 ստեկ։ Որոշ ժամանակներու ընթացքում կարող է ասել են, որ չէ, այդքան մեծ չի այդ արևտուրը, որ գնում է Հայաստանի ու Ամերիկայի միջև, բայց հիմա շատացել է ու շատանում է ու հույս կա, որ ավելի պիտի շատանա։ Միացյալ Նահանգների Գանձարանի турքերի հարցերի փոխնախարար Դեյվիդ Քոթերը, պատասխանելով հայամետ կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսի հարցին, հաստատել էր, որ Ամերիկայի եւ Հայաստանի միջև կրկնակի հարկերը բացառելու վերաբերյալ համաձայնագիր պետք է մշակվի։ Հարցն առաջ տանելու համար մեծ ջանքեր է գործադրում նաեւ Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսմեն Բրեթ Շերմանը։ Շերմանն օրեր առաջ այս հարցով դիմել էր Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, այս պահին կոնգրեսում Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Հեֆերնին, որը հայտնել էր, որ համաձայնագիրն արդեն իսկ քննարկում է պետքարտուղարությունը։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով այս պատմական շանսից Հայաստանը պետք է օգտվի։ Երբ որ համաձայնությունը ստորագրվի, ներդրողը ոչ թե 2 անգամ է վճարում օրինակ եկամտահարկ կամ օրինակ ավելացված արժեքներ, ընդամենը 1 անգամ անում է նման վճար։ Սա նշանակում է, որ եւ ապրանքի գինն է էժանանում, սա նշանակում է, որ ավելի հեշտ է դառնում այդ ապրանքը արտահանել կամ վաճառել եւ այլն։ Այսինքն առևտրի կազմակերպման տեսանկյունից սա լրացուցիչ բարիերների վերացման գործընթաց է, որը կարծում եմ երկու կողմերն էլ պետք է հնարավորինս արագ անեն։ Մի քանի բան, որ փոխվի, շատ լավ կլինի Հայաստանի, այսինքն Հայաստանի ժողովրդի համար, ավելի գրավիչ կլինի Հայաստանը այլ բիզնեսների համար։ Այս դեպքում խոսքը գնում Ամերիկայի բիզնեսների համար, բայց ինչու պիտի բացառվի, որ նման բան չի կարող լինի Եվրոպայի կամ այլ երկրների համար։ Հայաստանի կառավարությունն այսօր արձագանքել է Միացյալ Նահանգների հետ տնտեսական նոր զարգացում խոստացող վերջին իրադարձություններին։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ասել է, որ հայ-ամերիկյան կրկնակի հարկման համաձայնագիրը 2008 թվականից ի վեր եղել է կառավարության օրակարգում։ Արամյանի խոսքով ներդրումների որոշում կայացնող տնտեսվարողները միշտ ուշադրություն են դարձնում հարկման դաշտին, եւ այն երկրները, որտեղ կա երկկողմանի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, տնտեսվարողին վստահություն են տալիս։ Մշտապես ամերիկյան մեր գործընկերների հետ այս հարցը քննարկում ենք։ Հոկտեմբերին մենք պատրաստում ենք այս հարցը հաշվի առնելով նաև մեր անդամակցությունը BEPS-ի 15-րդ գործողությանը եւ 69 երկրների շարքում դասվելու շրջանակում մենք եւս մեկ անգամ որպես փաստակ ներկայացնենք մեր գործընկերներին եւ խնդրենք, որ սա դարձնել եւս կարևորագույն հարց եւ վերջնականում ունենանք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Շատ ուրախ եմ, որ գնահատականը եւ այսպես ասենք արտաքին քաղաքական մեսեջը տրվել է, սա նշանակում է, որ արդեն Հայաստանը իր մասով ամեն ինչ արել է եւ արդեն գնդակ այսպես ասենք ամերիկյան կողմի դաշտում է, սա շատ կարեւոր է եւ շատ ուրախալի է անձամբ ինձ համար, ինչ նշանակում է պայմանագրին, ովքեր են հիմնական ներդրողները Հայաստանում, դա հիմնականում սփյուռքն է։ Մեր սփյուռքն էլ հավանաբար կընդունենք, որ ամենահարուստ եւ ամենաազդեցիկ սփյուռքը հիմնականում Միացյալ Նահանգներում է բնակվում եւ եթե հայկական կազմակերպությունների կողմից այս հարցը գտնվում է օրակարգում եւ հայկական լոբիստական կառույցներն էլ սա դիտարկում են որպես առաջնահերթություն, նշանակում է դրա անհրաժեշտությունը գոնե հայ համայնքի եւ հայ պոտենցիալ ներդրողների համար այնտեղ կա։ Ֆինանսների նախարարը հիշեցրել է նաև, որ օրերս Հայաստանը կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է ստորագրել Իսրայելի հետ, որը դարձավ 47-րդ երկիրը, որը Հայաստանի հետ ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Կառավարությունը հուսով է, որ 48-րդ այդպիսի երկիրը կդառնա Միացյալ Նահանգները։ Ահարոն Հայրապետյան, Գրիգոր Գևորգյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։